Ցել է արդեն 5-րդ ամիսը, ինչ օլիգարխ Սամվել Կարապետյանը գտնվում է բանտում և սպասում է դատին։ Իսկ այժմ պատմում ենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սամվելի ձերբակալության օրվանից ոչնչացվել է նրա կուռքը, ամենակարող, անպարտելի և անքակտելի օլիգարխի կերպարը, ով կարծեց, թե ամեն ինչի իրավունք ուներ, թե այս երկրում, թե աշխարհում։ Այլևս Հայաստանում ոչ ոք չի կարծում, թե կառավարությունը վախենում է Սամվել Կարապետյանից և նրա հանցավոր ընտանիքից։ Հայաստանի և Սփյուռքի բոլոր գործարարները փոխվել են և հասկացել, որ ով դեմ գնա պետականությանը կհայտնվի Տաշիրի Սամոյի կողքին։ Խնդիրը միայն ձերբակալության մեջ չէ, այլ հրապարակային խայտառակության, քանզի Սամվել Կարապետյանը կորցրեց այն կեղծ կերպարը, որը կառուցել էր տասնյակ տարիներ։ Տաշիրի Սամոյի պատմությունը ցույց տվեց, որ ժողովրդի թալանը այլևս անպատիժ չի մնա ոչ մեկի համար։ Այս հզոր ազդանշանը լրացուցիչ գումարներ է բերելու բյուջե։ Եթե Տաշիրի Սամոյի ձերբակալության առաջին օրը նրա եղբայր Կարեն Կարապետյանը կանգնած էր Ալֆա Արոյի կեցվածքով և հեգնում էր, ապա այժմ նրա դեմքի արտահայտությունը լրիվ փոխվել է։ Ի դեպ, 4 ամսում նա նիհարել է և դադարել է հեռախոսով սպառնալ քննիչներին ու ուժայիններին։ 4 ամսում Տաշիրի Սամոյի կինը, Էթերի Կարապետյանը, նույնպես շատ է փոխվել։ Կինը վիճել է իր թշնամացել իր եղբոր քրոջ հետ և գրեթե այլևս չի շփվում նրանց հետ։ Նա այս պատմության հենց սկզբից կարծում էր, որ անհրաժեշտ է վերադարձնել գողացվածը, փոխհատուցել պետությանը հասցված վնասը, բայց կարողանալ ազատել Սամվել Կարապետյանին։ Իրականում այս տանը միակ մարդը, ով սիրում է Սամվել Կարապետյանին, նրա կինն է Էթերին, ով հստակ հասկանում է, որ գործերը շատ վատ են, և բոլոր այս միտինգներն ու քաղաքական խաղերը երջանկություն ու հանգիստ չեն բերի իրենց ընտանիքին։ Դեպրեսիայի ֆոնին Էթերի Կարապետյանը գրեթե 10 կիլոգրամ է ավելացրել, և էկրանին տեսնում ենք նրա փքված այտերն ու ուռած դեմքը։ Տեսանելի է, որ նա շատ է ուտում դեպրեսիայի պատճառով, և սթրեսի ֆոնին բարձրացել է կորտիզոլի մակարդակը։ Օրեցօր Ռոմանոս Պետրոսյանը նոր հանցագործություններ է բացահայտում հեծում, և ժողովուրդն ավելի ու ավելի է համոզվում, որ Սամվել Կարապետյանը գող և հանցագործ է։ Ավելի արդյունավետ է սկսել աշխատել թեժ գիծը, գրեթե դադարել են էլեկտրականության անջատումները, փոխվում են լարերն ու տրանսֆորմատորները, և հայտարարվել է մրցույթ բոլոր ցանկացողների համար։ Մարդիկ կույս չեն և իրենց հարց են տալիս, որտեղից այդքան գողություն և ինչու էր Տաշիր Սամոն իրեն այդպես պահում։ Ժամանակը գործում է Սամվել Կարապետյանի դեմ։ Մարդկանց մոտ զզվանք է առաջացնում նաև այն փաստը, որ Տաշիր Սամոն վարձել է արտասահմանցի փաստաբանների։ Հոգեբանական մակարդակում մարդիկ հասկանում են, որ Տաշիր Սամոն պարզապես փորձում է ինքն իրեն գովազդել։ Կրկեսի բացումը հրապարակած տեսանյութերը առաջացնում են միայն զայրույթ, ժողովուրդը հարց է տալիս. բա ինչու մինչև ձերբակալությունը փակ էր կրկեսը և չէին բացում։ Ակնհայտ է, որ Տաշիր Սամոյի ընտանիքը խաբել է հասարակությանը, և դա մարդկանց լրջորեն զայրացնում է։ Տաշիր Սամոյի ընտանիքն արդեն հասկացել է, որ անկախ նրանից Սամվել Կարապետյանը կսպասի դատավճռին բանտում, թե տնային կալանքի տակ։ Միևնույն է, օլիգարխը ստիպված է լինելու վերադարձնել պետությանը բոլոր գողացված գումարները։ Տաշիր Սամոյի յուրաքանչյուր օրն բանտում մեծ գումարներ է բերում Հայաստանին։ Այս 4 ամսում հեծում դադարեցվել են յուրացումները, և բյուջեի ու ժողովրդի համար խնայվել են հսկայական գումարներ։ Իրենց ընկերության ներսում աշխատողները նույնպես բարձրացրել են մարտական ոգին և այժմ կարող են հանգիստ աշխատել առանց ճնշման։ Սամվել Կարապետյանի ընտանիքը այլևս չի կարող գողանալ շինարարական ոլորտում և ուշացնել օբյեկտների հանձնման ժամկետները։ Ավելին, Տաշիր Սամոյի ռեստորանները սկսել են ավելի լավ աշխատել, որտեղ նախկինում հակասանիտարական պայմաններ էին։ Տաշիր Սամոյի ձերբակալությունը ևս մեկ անգամ ցույց տվեց ընդդիմության և նրա կողմնակիցների նսեմությունը։ Մարդիկ տեսան, թե ինչպես է փաստաբան Արամ Վարդևանյանը կարողացել Քոչարյանի ճամբարից անցնել Տաշիրի ճամբար, միայն թե իրեն վճարեն։ Ամբողջ աշխարհի հայերն այսօր տեսնում են, որ Հայաստանում կա 3.150.000 մարդ, իսկ աշխարհով 11 միլիոն։ Բայց արդեն 5 ամիս է Տաշիր Սամոն ստիպված է մարդկանց հավաքել Տաշիրից, իր ռեստորաններից ու կաթնամթերքի գործարանից։ Նա նույնիսկ ստիպված է գումար տալ սկզբևնոյից զուրկ ղարաբաղցիներին, որպեսզի նրանք գան միտինգներին։ Այս ամենը ցույց է տալիս մեկ բան. ժողովուրդը չի սիրում Սամվել Կարապետյանին։ Ինչքան համերգներ էր նա կազմակերպում Կրեմլում, ինչքան գումար էր իբր տալիս երկրին, և հիմա բոլորը հասկացան, դա պարզապես մոլորություն էր։ Պարզ է, ինքը Տաշիր Սամոն և նրա ընտանիքը այս ամիսների ընթացքում փոխվել են։ Այո, նրանք փորձում են մարդկանց աչքին ներկայանալ, ցույց տալ ուժ,
բայց տանը առանց տեսախցիկների։ Լրջորեն քննարկում են իրենց խնդիրների խորությունը եւ հասկանում են ամենակարևորը, այլևս ոչինչ նախկինի պես չի լինելու։ Ամբողջ աշխարհի հայերն այժմ հասկացան, որ Ռուսաստանին Տաշիշ Սամոն ընդհանրապես հետաքրքիր չէ, եւ այնտեղ մեծ հաճույքով բռնագրավում են նրա ունեցվածքը։ Արդեն 5-րդ ամիսն է։ Սամվել Կարապետյանին չեն պաշտպանում ոչ Պուտինը, ոչ Սոբյանինը, Կիրիլովը, Քսենիա Սոբչակը եւ Վալերիան։ Telegram ալիք, Ռեսպուբլիկա Արմենիա։